Ողջույն, Բուն TV-ի եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ձեզ հետ Մարիամն է։ Այսօր ինձ հյուր է եկել գրող Դավիթ Սամվելյանը, ում հետ միասին կփորձենք խոսել թեմաներից, որոնք գուցե դեռ չի գրել գրքերում, գուցե մի օր գրի։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Ինչպե՞ս է օրդ սկսել։ Լավ, վազքի մեջ պես լավ։ Աշխատանքային օրը։ Չէ, սր հատուկ էս հաղորդման համար աշխատանքի չեմ գնացել։ Հրաշալի։ Դավիթ, մինչև կանցնենք անցյալին ու կհասնենք մեր օրեր, ուզում եմ խոսենք ներկայից։ Գրում ես հիմա։ Վերջապես այո։ Ինչու վերջապես, որովհետև երկար ժամանակ չէի գրում։ Նկատում եմ վերջի գրքից հետո, այսինքն այդպես պատառիկներով բան, բայց նորից ոնց որ մի հատ լավ հետ եմ գնացել, ելի սկսել եմ բանաստեղծություններ գրել, դրանով ասենց ոնց որ լիցքավորվում եմ, հետո որ արդեն ավելի մեծ բան գրեմ։ Բայց իրականում հաջորդ գիրքս որոշել եմ, որ ուղեգրությունների գիրք է լինելու, մեծ մասը պատրաստ է, մի քանի բան կա չեմ կարողանում տրամադրվեմ իրականում։ Միտքը կա, միտքը այսինքն հորինովի միտք չի, ավելի շատ հիշողությունների հետ են կապված, բայց պետք է ստիպեմ ինձ, ամենադժվարը գրելու ստիպելն է, այսպես ասեմ, ինքս քեզ ստիպես, նստես, միտքդ կենտրոնացնես ու չշեղվես։ Իսկ ինչի՞ չէր ստացվում, որ ասում ես վերջապես ստացվում։ Որովհետև այդ աշխատանքը, վազքը, հետո երբ որ ուրիշի գործերն ես ավելի շատ կարդում, կլինի խմբագրում կամ չգիտեմ ընտրություն, թարգմանություն եւ այլն, ավելի դժվար է լինում ինքդ քո վրա կենտրոնանալը։ Ուրիշը մտքիդ մեջ ավելի շատ է, քան թե դու։ Հա, իսկ բանաստեղծության ու արձակի տարբերությունը գրելուց։ Բացի այն գրականագիտական մեր իմացած տարբերությունը։ Այն ինչ որ ես գրում եմ բանաստեղծության մեջ, դա փորձում եմ արձակում չգրել, այսինքն ավելի շատ պոեզիան էմոցիա է, հա, խտացնում ես յուրաքանչյուր բառիդ ուշադիր ես լինում, որ պետքա դիպուկ լինի եւ պատկեր ստեղծի, իսկ արձակի մեջ կարողանում ես պատկերը ավելի լայն վերցնել եւ մանրամասնել։ Հա։ Քո գրականության մեջ ընդհանրապես էմոցիա շատ կա, արձակի մեջ էլ այնպես չի, որ պոեզիայի մեջ ու շատ կան մարդիկ, հիշողություն, քաղաք, կյանք առհասարակ։ Իհարկե, ոնց որ ես որպես ընթերցող գիտեմ ու հասկանում եմ, որ գրողը ինչքան էլ իրենից տնի, նաև ուրիշ տեղերից է սնվում ու ստանում այդ գրականությունը, բայց հիմա եթե տենց փորձես շատ մաքսիմալ անկեղծ լինել, ինչքան դու կաս քո գրականության մեջ հենց ուղիղ իմաստով, քո պատմությունների իմաստով։ Եթե վերջի շրջանն ենք նայում, այսինքն ասածս ուղեգրությունները, ապա 100%-անոց եմ ես լինում, նախորդ վեպս ընդհանրապես ես չկամ, այսինքն որոշակի մոտեցումներ են, հա, ինձնից վեպում, այսինքն սյուժեի մեջ ընդհանրապես չկամ։ Ավելի շատ ես իմ պատմվածքներում կամ ու ավելի շատ նախնական շրջանի ստեղծագործություններում կամ դե բնականաբար բանաստեղծություններում ամբողջովին դու ինքդ ես էլի լինում, այստեղ շատ կարևոր բան կա, շեշտեցիր, ասում ես էմոցիան շատ առհասարակ կյանքը էմոցիաների մասին է, չէ, վերաբերմունքի մասին է եւ արձագանքի մասին է, դա չէ դեպքերն իրենք իրենցով ոչինչ են։ Նույն դեպքը, որ կատարվում է ինչ որ տեղում, ամեն մեկը տարբեր ձև արձագանքում կամ կարող է մեկը լինի ընդհանրապես իր վրա չազդի կամ միևնույն լինի իր համար։ Իմ գրականությունն էլ իմ արձագանքն է, ինձ շրջապատող աշխարհին, իմ տեսանկյուններին, հա, այդ ամեն ինչին։ Նեղացած ժամանակ գրել ես։ Ես չեմ նեղանում, ես կամ ջղայնանում եմ, կամ տխրում եմ։ Չեմ հիշում, երբ փոքր ժամանակ եմ վերջին անգամ նեղացել։ Նոր հարցազրույցից էինք խոսում, քո նախկին հարցազրույցից, որտեղ ես շատ մտածում եի այդ քո ասացի մասին, որ եթե լինես երջանիկ քո պատկերացրած երջանիկ ձևով, գուցե ժամանակ չունենաս գրելու մասին մտածելու անգամ ու ավելի դժվար կլինի գրելը ու առհասարակ ես շատ եմ մտածում դրա մասին, թե ինչ վիճակում են գրողները գրում, հատկապես, չգիտեմ, երբ որ նկարագրում են տենց տխրություն, ինչ որ անկումնային տրամադրություններ, հիմա եղել է կյանքումդ ինչ որ շրջան, որ դու եղել ես այնքան երջանիկ, որ մոռացել ես գրելը։ Հա, մոռացել եմ, բայց երբեմն ինքը սենց
ներքևի շերտից եկել է, այսինքն այս գրականությունը առասարակ որ նայում ենք արցակը մանավանդ, հա, կարդում ես, ես չգիտեմ ուրախ բաներ, հա, կարող անգամ հումորի տակ, չգիտեմ, ասենց էլի ինչ որ ցավի մասին է խոսվում։ Ցավը անձնական չի միայն, հա, անանձնական ցավ կարող է լինի եւ այդ միջոցը հանդիսանում որ դիմացինին խորհելու տեղիք տաս ու առիթ տաս։ Ուրախ բանաստեղծություն կամ sense որ հոգիս ցնծում էր գրել եմ, երևի եղել է միայն այն որ շատ, այսպես ասած, շատ է խոսվել դրա մասին, այն սերին որ գրկում ես, այդ բանաստեղծությունն է, բայց անգամ ես փորձել եմ ուրախ բան գրում եմ, մարդիկ կարդում տխրում են, չգիտես ինչի։ Այսինքն դրանից հետևություն, որ մարդը անգամ գրականության մեջ տեսնում է այն ինչ որ իր ներսում է, միշտ ինքը ենթագիտակցորեն փնտրում է իրեն համապատասխան հոգեվիճակ, համապատասխան իրավիճակ, հա, որում ինքը հայտնվել է, ու դրանով ինքը իրեն լավ ազգում, ինչ որ չափով դրանով նաև ինքը համարում է այդ գրականությունը իրենն է, թե չէ, որովհետև այսպեսի մի հատ շատ նուրբ բան է կա, չէ, գիրքը երբեմն շտապում են գրքի մասին կամ ստեղծագործության մասին գնահատական տալուց, բայց սխալ կամ վատ գնահատական տալիս են այն ժամանակ, երբ որ համապատասխան հոգեվիճակով չեն մոտենում այդ գրքին կամ համապատասխան հասունությամբ չեն մոտենում այդ գրքին։ Այնպես որ, հա, ես կարծում եմ, որ նախ երջանիկ լինելը իրանից ենթադրում է աշխատանք, շատ sense լուրջ ու հետևողական աշխատանք։ Դրա համար ոչ թե խոսքս վայելքի մասին այդ երջանկության, այլ նաև այդ աշխատանքի, որը դու պետք է տանես, որ երջանիկ լինես, դրա համար շատ քիչ ժամանակ կմնա միանշանակ, էլի։ Երկրորդը երբեմն պետք է կյանքը վայելես էլի, միշտ չես գրելու կամ միշտ չես աշխատելու։ Նա եղել է ինչ որ քո կյանքում գաղտնիք կամ ինչ որ պատմություն, որը չես կարողացել անգամ ընկերներիդ հետ կամ ամենամտերիմ մարդկանց հետ կիսել ու խոսել դրա մասին ու ուրիշ հերոսի անունով հայտնվել է քո գրականության մեջ։ Հենց այս պայն մի դեպք հիշեցի, ինքը շատ մեծ գաղտնիք չի, որտեղ որոշակի մարդիկ գիտեն, հա, այդպես մի քանի հոգի գիտեն։ Ես ընդամենը մի տողով եմ արձանագրել, հա, պատմության մեջ, բայց 99% ընթերցողները չեն հասկանում կամ առասարակ ուշադրություն չեն դարձրել այդ նախադասության վրա, որը լավ, այսպես ճակերտները բացեմ, հա, մի էսե կա, էսե պատմվածք կա, չեմ կարող ասել, որտեղ մի շուտ սյուժետային զարգացում կա, չէ, աչքերդ փակիր ու միջև 10 հաշվիր։ Այնտեղ ինչ որ մեկը անհասկանալի է, որտեղ է գժանոցում է, թե այսինքն լավ հոգեբուժարանում է, թե բանտում է, ինչ որ աղջկա տենց հետ երկխոսում է, բայց մենախոսում է իրականում։ Եվ այնտեղ հատուկ կետ կա, որ ցույց է տալիս, թե ինքը ինչ է արել, որ հայտնվել է այդտեղ։ Բայց ոչ թե այստեղ կարևորը թե ինքը ինչ է արել, որ հայտնվել է այդտեղ, թե ինչեր արել այդ հերոսուհին։ Բառացի գրած է, տառացի անգամ։ Ասես։ Ասում եմ, ես սպանեցի քեզ այն ժամանակ, երբ որ ու չի ասում, չասեմ հիմա ինչ է այնտեղ գրած, ոչ ոք ուշադրություն չի դասում, լավ, ինչի էր այդ մարդը տեղ հայտնվել, ասում չգիտեմ, ասում բայց գրել եմ այնտեղ ես։ Իհարկե ես չեմ հայտնվել բնականաբար ոչ հոգեբուժարանում, ոչ բանտում, բայց ամեն դեպքում այդ դրա միջոցով ինչ-որ բան եմ ասել, որը շատ կարևոր իրադարձություն է եղել, հա, ինձ համար։ Ոչ ոք չի, որովհետև էմոցիայի տակ այդ գրականությունը այդ խայցնել ունի։ Դու էմոցիայի տակ սյուժեին կամ ինչ-որ հատուկ կետերի ուշադրություն չես դարձնում, ավելի շատ ապրում ես այդ հույզը բանը, որ տենց ապրումակցում ես կամ հերոսին ու ուշադրություն չես դարձնում սյուժեին։ Հետաքրքիր է, որ շատ են խոսում, որ գրականությունը փրկիչ դեր ունի ոչ այնքան ընթերցողների համար, ինչքան գրողների համար, բայց գիտեմ, որ կան թեմաներ, որոնցից գրելն էլ դժվար է։ Այսինքն այնքան հարազատ են քեզ միգուցե կամ գուցե չես ուզում ընդհանրապես ոչ մեկը իմանա դրա մասին։ Ինքդ քեզ խափում ես,
իրականում ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ, որ ասում են քո ներսից հանում ես, հանձնում ես թղթին կամ չգիտեմ, համակարգչի էկրանին, տենց լավ ես քեզ զգում, բայց դա ուղղակի ինքդ քեզ համոզում ես, որ այդպես է։ Դա կյանքում էլ այդպես դժվարություններ, բարդություններ ունենում ենք, հենց փորձում ենք չկենտրոնանանք դրանց վրա, մտածում ենք դրանք չկան։ Բայց ուղղակի բաներ կա, որ հետահայաց ես նայում, իմ համար հետահայաց նայելը գրականությունը, այն գրականությունը, որը վերաբերում է ինձ, որի կենտրոնում ես եմ, դա հետահայաց է։ Իսկ հետահայաց ժամանակի ընթացքում նաև ինչ որ չափով բթանում ազգացողությունները, դու ավելի օբյեկտիվ ես կարողանում նայել։ Այդ պատճառով է, որ ես այդքան էլ կողմնակից չեմ այն ստեղծագործություններին, որոնք ստեղծվում են հենց այդ պահի ազդեցության տակ, հա, կլինի բանաստեղծություն գրել, կլինի սիրո մասին, կլինի պատերազմի մասին, առհասարակ կապ չունի։ Էմոցիան երբեմն քեզ շեղում է բուն ու լուրջ գրականություն ստեղծելուց։ Դրան պետք է թողես ժամանակ անցնի։ Իսկ մարդը քեզ կարող է շեղել գրականություն ստեղծելուց։ Չէ, եթե ես ինչ-որ բան ուզեմ, ոչ ոք չի կարող շեղել։ Այդ համոզվել եմ կյանքում, էլի։ Այդ լավ է, չէ՞։ Հա, միանշանակ։ Դավիթ, քո մասին ինչ-որ բամբասանք լսել ես երբևէ։ Հա, բայց քանի որ ես ուշադրություն չեմ դարձնում այդպիսի բաներին, չեմ էլ հիշում, անկեղծ ասած։ Դե կյանքում բամբասանքները շատ են, եթե ասում ենք բամբասանք, ուրեմն չի համապատասխանում իրականությանը, բայց քանի որ ես ապրում եմ այն իրականության մեջ, որտեղ կամ եւ որը ես եմ ստեղծում, դրա համար բանի տեղ չեմ դնում։ Բայց այնպեսի կատաստրոֆիկ բաներ չի եղել, էլի, որ փորձեմ արձագանքեմ։ Որտեւ այդ բամբասանքներն էլ են այդպես այս պահին ծնվում են, հաջորդ պահին մոռացվում են, էլի։ Թեպետ հա կա։ Չգիտեմ, ասեմ թե չէ, եթերում։ Այդպես մարդիկ կան մտածում են թե այդպես Դավիթը ամբողջ օրը բանը ընկած է սրա նրա հետևից, բանալի չասեմ, բայց իրականում այդպես չի, չգիտեմ ես ինչքանով էր եթերային ասածս թե չէ, բայց այդպիսի բաներ լինում են, հա։ Հիմա այդքան չէ, ժամանակ տարիներ առաջ մի քիչ որ ավելի երիտասարդ է, այդ ժամանակ շատ էր այդպես շրջանառվում այդ լուրերը, կամ այդպես մտածում էին, որ էլի սիրահարվել է, որ շուտ սիրային թեմայով բանա գրել, այդպես այսպես անշարժ բամբասանքներ են էլի իրականում, որովհետև այնպեսի բան չեմ արել, որ չգիտեմ, գլոբալ խաթարում մտցնի էլի ինչ որ իրավիճակներում։ Դե ընդհանրապես մեզ մոտ հատկապես ինձ թվում է, չնայած ենթադրում եմ աշխարհում էլ շատ դժվար է գրողին գրականությունից ազատելը։ Հա, որովհետև դες հանդիպումների ժամանակ որ գնում ես, մարդկանց հետաքրքիր չի քո գրածը։ Իրենք քո հետ հանդիպում են, հասկանան դու ով ես, երկրորդը իրենք միշտ փորձում են փնտրել, գտնել ավելի շուտ քո գրածի մեջ քեզ, բայց դրանից իրենց համար ոչինչ չի ավելանում, հասկանում ես, ընթերցողի համար ոչինչ չի ավելանում։ Ավելին հնարավոր է գրողին ճանաչեն, դրանից հետո չուզեն կարդան նրա գրածները։ Ես միշտ ասում եմ, որ ես 3-4 շերտ, հա, դες տակում եմ, դες թաքնված, չեմ կարծում, որ կյանքդ պետք է հանրայնացնես էլի։ Հիմա թեպետ մոդա է, բայց ամեն դեպքում ես գրականության միջոցով քո սեփական հույզերին հագուրդ տալը համարում եմ սխալ։ Բայց չկա ինչ-որ մի բան, որ մտածում ես, որ եթե իմանան թեկուզ տարիներ հետո ընթերցողները, հատկապես այն ընթերցողները, որոնք հավատարիմ են հենց քո ու քո գրականությանը, գուցե, չգիտեմ, ինչ որ մի բանից հիասթափվեն կամ նեղվեն։ Չէ, նախ սկսենք նրանից, որ անձից պետք է հիասթափվեն, իսկ երբ են հիասթափվում ինչ-որ մեկից, երբ որ իրենք կորք են սարքում։ Փառք Աստծո, ես չեմ համարում, որ ես իմ այդ ով եմ, որ ինչ-որ։ Բայց եթե համեմատենք ժամանակակից գրականության շատ գրողներին ու քեզ էլ, պիտի խոստովանենք, որ դու հաստատ հայտնիների մեջ ես էլի մտնում։ Դե լավ, դե որ այդպես ես ասում, ուրեմն այսպես մի խոստովանություն, ես շատ կերազեմ, որ Հայաստանում կան այն ժամանակները, երբ ինչ որ գրողի կյանքով կապրեն, կհետաքրքրվեն եւ այլն։ Քավլից այդպիսի բան չկա, այսինքն գրականությունը մշակութային առումով, հա, մշակութային կյանքի առումով, չգիտեմ, հանրային առումով, ցավոք սրտի Հայաստանում այն
տեղում չի գտնվում, որ մարդիկ ապրեն։ Հերիք չի գերականությամբ մի հատ է գրողով, էլի։ Ասեք ինչ որ երգիչի կամ չգիտեմ դերասանի մասին եթե խոսք լիներ, բնականաբար հա այդպես լինում է։ Դու անգամ քաղաքական գործ չի, հա, բայց գրողներին, չէ, ինչ որ հատուկ են մարդիկ, ովքեր ինչ որ կյանքի փուլում ապրում են իրենով, հետաքրքրվում է, բայց հենց բացահայտում են, հենց միանգամից անցնում են մյուսին։ Շատ ես հետ նայում դու քո ճանապարհին, մանկությանը, շատ բան է փոխվել։ Փոխվել գրեթե ոչինչ նույնը չի մնացել։ Ինքս իմ ներսում չէ, բնականաբար ես այն եմ, ինչ որ ապրել եմ, այն եմ, ինչ որ հավաքել եմ իմ կյանքի ընթացքում, բայց իրականության առումով բան չի մնացել նույնը։ Ցավոք սրտի, որովհետև շատ լավ բաներ կային, որ կուզեի շարունակվեր կյանքում, հա։ Մեծերի կյանքը բարդ է, ինչ որ ոնց որ ռազմաճակատ լինի, էլի, ամեն վարքյանդ պետքա պայքարես, չգիտեմ, մարտնչես, լռես նաև, հա, երբ փոքր ես կարողանում ես հույզերդ արտահայտել, այդ քո ասած նեղանալը, ցույց տաս, որ նեղացել ես եւ այլն, բայց հասուն կյանքում, չէ, մանավանդ եթե մի քիչ քո ընտանեկան, բարեկամական շրջանակներից դուրս է կյանքը արդեն գալիս, ցավոք սրտի ապրելու համար քիչ ժամանակ է մնում, այսպես ասեմ։ Կամ աշխատում ես, կամ պայքարում ես։ Իսկ սկզբունքներ շատ ունես, որ ժամանակի ընթացքում հնարավոր է մեկ-մեկ հաշվի չնստես դրանց հետո արդեն։ Տես 2009 թվականին ես իմ համար Facebook էի բացել։ Այն ժամանակ հələ բանա Ինգա Անուշ Արշակյաններ ունեին Facebook, մեկը մի քանի հոգի այդպես։ Մարգինալ էր Facebook-ը այն ժամանակ։ Եվ այնտեղ տեղ կար, որ գրում էինք ինչ որ սլոգան պետքա գրեր, կարգախոս պետքա գրեր։ Ես անգլերեն գրել էի never say never, երբեք մի ասա երբեք։ Իրականում դա ինձ կյանքում օգնեց, որ շատ չհիասթափվեմ, հա, անակնկալից չգամ ինչ-որ բաներից, բայց բնականաբար կան սկզբունքներ, որոնք անփոփոխ են ինքս ինձ համար, հա։ Դա չի վերաբերում ինձնից դուրս աշխարհին, որովհետև ինչ ասես կարա լինի 5 րոպե հետո մարդը անգամ դիմացիդ նույնը կարա չլինի, բայց ինքս իմ ճանապարհը անցնելու համար, այո, բաներ կա, որ ես երբեք ոտնատակ չեմ տա ու ոչ թե ինչ որ մեկը որ ինչ որ բան կասի, այլ դրանից հետո ես ինքս իմ հետ հաստ չեմ լինի։ Որ գնամ գիշերը պարկեմ քնելու, հաստատ ինքսից ներսից կուտեմ, էլի։ Որովհետև այս սկզբունքները այտենց ինչ որ non-fiction կարդալուց, ինչ որ աֆորիզմ կարդալուց չի ձևավորվել, էլի։ Դա կյանքի տարբեր փուլեր հաղթահարած ինչ որ վիճակ է, որը արմատացել է կամ քարացել է։ Գրական միջոցառումների, հատկապես հանրային մեծ միջոցառումների դու ոչ միայն որպես գրող ես պարտավոր մասնակցել, այսինքն որպես գրող կարող ես չուզես գալ ու չգաս ուղղակի, բայց նաև աշխատանքի բերումով էլ ես մասնակցում շատ ու հիմա հատկապես շատացել են, տարին գոնե 2-3 անգամ տենց շատ մեծ միջոցառումների ու փառատոների մասին է խոսքս լինում են։ Ինչ ես զգում ընդհանրապես, եղել է որ սենց շատ հիասթափվես էլի ես գրական դաշտից, մարդկանցից կեղծավորությունից ինչի՞ չէ։ Ես այդ միջոցառումները դիտարկում եմ միջոց, առաջինը որ դաշտի մարդկանց հետ ես հանդիպում, որովհետև այսօր ամեն մեկ իր կյանքով ապրում, մի քանի օր առաջ ինձ հարցնում էին այդ գրական բոհեմ բանման կա այդպես բաներ, բնականաբար չկա ու այդ միջոցառումները առաջին հերթին միջոց են, որ դաշտի մարդկանցով այդպես շփվում ես, ուղղակի այդ ինչ որ պահի տակ կարող է լինի, մտքերով ես փոխանակվում, երկրորդ փուլը արդեն ընթերցող գրող կապն է լինում։ Ես այդ միջոցառումները օգտագործում եմ առաջին հերթին գրքեր խորհուրդ տալու համար։ Շատերը օրինակ ինձ ասել են չեն իմացել ենթադրենք ինձ, այդպես խորհուրդ եմ տվել, ինչ-որ հետո իմացել եմ որ գրում, բա ինչի ձերը չեք առաջարկում ասել եմ, բայց ասել եմ ես ինչի պետք է հիմա առաջարկեմ։ Իսկ լավ գրականություն խորհուրդ տալու համար դա էլ գալիս է նրանից, որ ես տարիներով աշխատել եմ գրախանութում, հա, գրախանութներում ավելի շուտ, ընթերցվածության բազա ունեմ դեռ մանկուց եւ մտածում եմ, որ պետքա մարդուն ճիշտ խորհուրդ տան։ Այսինքն ես գրախանութ չեմ, որ ուզեմ այդ գիրքը
ինչ գնով է լինի վաճառի կամ չգիտեմ գրադարան չեմ որ խորտամ այն ինչ որ միայն ունենք, հա, կարդալու, այնպես որ բայց բնականաբար ես ինչից եմ հիասթափում, երբ օրինակ 8 ժամը տևում այդ միջոցառումը, 6 ժամը շատ կիսադատարկ վիճակում է լինում, բայց երբ որ այդ միջոցառման ժամանակ ինչ որ համերգ են դրած լինում, այդ համերգին գալիս են տասնապատիկ անգամ շատ երիտասարդներ հիմնականում, քան ամբողջ օրվա ընթացքում այդ միջոցառման տարածքում կլինեն, հա։ Այդ մարդիկ ինձ թվում է երևի չեն մտածում, որ շուտ քրքային միջոցառում է, որը ներառում է նաև համերգ։ Հակառակն են։ Կանք, հա, այդպես գոնե մի հատ տեսնենք ինչ կա, էլի ինչ գիրք կա, ենթադրենք։ Քալիցի չեմ ասում, բանը գան անպայման գիրքը գնեն եւ այլն։ Ու պարզապես այդ շատ լավ ցույց է տալիս այդ արվեստի ասեմ, մշակույթի ասեմ, այդ երկու, հա, ճյուղերի հանդեպ մարդկանց վերաբերմունքը, որովհետև դրան զուգահեռ կարող է ինչ-որ մի տաղավարում գրական քննարկում լինի, գրքի շնորհանդես լինի, այդտեղ 10 հոգի մարդ հազիվ լինի, բայց այնտեղ որ 10 րոպե հետո համերգ է լինելու, գալիս են լավ լիցքաթափվում են։ Դե հա, անխուսափելի են ինձ թվում արդեն։ Բայց իրականում կրկնությունը շատ է միջոցառումների մեջ, այսինքն միշտ նույն բաներն են ասվում, միշտ գրեթե նույն մարդիկ են գալիս, միշտ նույն խնդիրների մասին են խոսում, միշտ նույն, չգիտեմ, ուղերձներն են հղում, այսինքն ցույց է տալիս այդ ամենը, որ ինչ-որ բան չի փոխվում։ Խոսեցիր ինքդ քո գրքերը խորհուրդ տալուց ու վաճառելուց, ընդհանրապես խորհուրդ չտալուց, հա, ընդհանրապես ո՞նց ես վերաբերվում, բայց դրան վատ բան կա դրա մեջ, եթե դու քո գրքերը առաջարկես, օրինակ։ Չէ, վատ բան չկա։ Եթե զգամ ինչ-որ մեկը ուզում է կարդա այն, ինչը որ իմ գրքերի մեջ էլ կա, կասեմ նաև սա կա։ Անգամ մի անգամ եղել է որ գրախանութում ես խորհուրդ չէի տալի գնացել ընկերներից տեսնեի այն ժամանակ Ռոդենի ձմեռը գիրքը կար հետևը նկարս կար էլի գրքի ասին ես գիրքը կարող եք կարդալ բան կողքը կանգնած էր պտտես նայես նկարին դες շատ չի փոխվել էլի նկարի մեջ չհասկացա ասեցին ես ինքն է հեղինակը ասի չէ բանա ես չեմ հեղինակը տենց խափում են ես հավատաց այդ աղջիկը գնաց հասավ դրամարկղի մոտ ասեցին բա հեղինակը դեր տվել եք որ մակագրի ասեց ոնց թե հեղինակը դեր եկավ տենց ասկան չգիտեմ իմ համար մեծ բան չի այսպես ասեմ հիմա շատ լավ երևույթ եմ նկատում ես վերջի շրջանում մարդիկ որ օրինակ էս գրքի տոնին կլինի կամ չգիտեմ իրենց համար գիտեն ինչ գիրք են ուզում առնեն այսինքն ուղիղ գալիս են հարցում այս գիրքը ունեք թե չունեք երբ որ չես ունենում փորձում ես նոր դրան համապատասխան ինչ-որ բան խորհուրդ տալ էլի այդ լավ է այսինքն ընթերցողը ավելի ուսումնասիրած է դաշտ չգիտեմ քիչ շատից բայց ամեն դեպքում չի գալիս ասում դե մի հատ լավ էս գիրք տվեք կարդամ ասում ներսս տակնու վրա անի կամ չգիտեմ ինչ-որ պատերազմի մասին լինի արկածային լինի եւ այլն մեծ մասը այդ նշանակում է որ գոնե սոցիալական ցանցում, հա, այդ կայքերի միջոցով, էջերի միջոցով հետևում են ինչ-որ մարդկանց։ Դավիթ, որպես ընթերցող դու քո գրականությունը ո՞նց կգնահատես։ Որպես լավ ընթերցող։ Այ ես ինչքան էլ ընթերցող լինեմ, լավ, շատ ընթերցող լինեմ, մեջից գրողը խոսում է, ասեմ ինչու, որովհետև այդ ասածս գիրքը այդ Ռոդենի ձմեռը արտագաղթած կարոտը հակաքաղաքական է, մի հատ կար նաև նրա, ես տարիներ հետո երբ որ կարդացի, հասկացա ես չեմ ուզում իրենք այդպես այնպես լինեն, ոնց որ եղել են։ Ոմանք ասում են, որ սխալ է կապնելը դրանց, որովհետև դա քո կյանքի ինչ-որ փուլն է։ Բայց ես տարիներ հետո որոշեցի խմբագրել դրանք, ու այդ 4-րդ փողոց գրքի մեջ ամփոփեցի, ավելի ինքը որպես շարքի տեսքով, հա, արեցի։ Ես վախենում եմ իսկ կարդամ։ Միշտ ասում ենք, չէ, օրինակ ես կուզայի այս տողը ես գրած լինեի կամ չգիտեմ։ Իմ տողերը ցիտում են, բայց ես էլ տողեր եմ կարդում, որ կուզեի այս տողի հեղինակը ես լինեի։ Սյուժետային առումով բան չկա, որ կուզեի գրեի, չեմ գրել կամ կուզեի այս սյուժեին անդրադառնայի, ասենք կարդացած այս սյուժեներից եւ չեմ անդրադարձել,
ձևակերպումների մեջ գուցե այդպիսի միտքը կառուցելու մեջ, հա, ուզեի ինչ որ ձև ուրիշ լիներ, բայց դա ես ինքս զգում եմ տարիներ հետո արդեն։ Զգում եմ ու այդ արածս քայլն էլ հենց դրա ոնց որ հետևանքներ էլի։ Կուզեի երևի ինչ որ բաներ գրած չլինեի ավելի շատ։ Բայց այն ամենասկզբի շրջանը էլի։ Օրինակ հենց երեք մի անծանոթ աղջիկ տենց Instagram-ով ես ինչ որ challenge են ասում, ինչ են ասում, տենց իմ ամենասիրելի գիրքը, տենց այն արտագաղթած կարոտներ դրել, ինձ նշել էր վրան, ուսես մտածում եմ, ասում լավ, ես ես գրքից պայել եմ ընդամենը երևի որ իրար գումարեմ 10 էջ, հա, ինչ որ համարել եմ որ պետքա ապրի, բայց ես ով եմ, եթե մարդը կարդացել է իր այդ տարիքում, իր այդ ընթերցած լինելու, հա, շրջանակում եւ իր համար դարձել է դա լավագույն գիրքը։ Ես իրավունքը ունեմ չհավանելու։ Հավանողը կամ ընթերցողն է կամ չընթերցողը, հա, այսինքն կիսատ թողողը։ Դու քո գործը արել ես, վերջ, երբ որ գիրքը հրատարակվեց, արդեն ասում տերը դու չես տերը, հա։ Միշտ այդ օրինակը բերում եմ, ասում աղջկա ոնց որ ամուսնացնես մարտի տասելի։ Հետո դու արդեն պետքա պատրաստ լինես, որ չեն սիրելու գիրքը, պետքա պատրաստ լինես, որ շատ հարցեր են քեզ տալու, պետքա պատրաստ լինես, որ չգիտեմ, ցիտելու են, կոնտեքստից են կտրելու շատ բաներ, կամ պետքա նաև շատ ուրախանաս, երբ որ լավ խոսքեր լսես դրա մասին, այսինքն դու քո գործը պետքա անես։ Հիմա այսպես տարիքում էսպես է սարը, մյուսում ավելի լավ արա։ Եթե գիտես, որ կարաս ավելի լավ անես, հա, թեկուզ որպես ընթերցող, եթե ես համեմատում եմ, ասում եմ, կարա ավելի լավը գրեի, հաջորդ գործը ավելի լավն արա։ Ու վերջում մի քանի կարճ հարցեր, այս հարցը քեզ մի անգամ եմ տվել, բայց չես տվել հստակ պատասխան, այս հաղորդման ֆորմատն այնց է, որ պիտի տաս։ Անպայման պետք է տա։ Հա, հայ ժամանակակից գրականությունից գիրք, թեկուզ պատմվածք, թեկուզ բանաստեղծություն, որ կամ կարող է իր դու գրած լինել, կամ կուզե իր դու գրած լինել։ Շատ բարդ հարց է իրականում։ Ես ուրիշ իրավիճակում ասում օրինակ ես չեմ ասում իմ մի սիրելի գրողի անունը, որ այն մյուսը չնեղանա, այս պարագայում որ երկար մտածեմ, այս ու նաև այն ինչ որ հիշեցի, դա Նորայր Ադալյանի տեսիլքը վիպակն է կարելի ասել, հա, պատմվածքա տիպ կարճ է ինքը շատ վիպակն է, որտեղ շատ հետաքրքիր զարգացում կա, երբ դատավորը սիրահարվում է դատապարտյալին հենց դատի ընթացքում, էլի, եւ այնտեղ մի քիչ աստվածաբանական շերտեր կան, որտեղ ինչ որ մեկին է նմանեցնում ինքը, թե շարադրանքը, թե սյուժեն ինձ շատ գրավել են ու ասենց շատ արագ է գնում, մեկ էլ եթե հայ չլինի կլինի, մի հատ էլ ասեմ։ Ոչ հայ։ Այ կուզեի Սաֆոնի Կամուստվերը վեպը ես գրած լինեի։ Որտեվ շատ ընդգրկուն է իմ համար ու նաև այն առումով, որ ես դրա 440 էջը մեկ օրում եմ կարդացել, դա իմ ռեկորդն է եղել։ Հա, այդ գիտեի։ Ու վերջում 3 արագ հարցեր տամ քեզ, ուղղակի դրանց տենց բլից պատասխանի։ Ամենաշատը սիրում ես կարդալ, գրել, թե խոսել։ Մտածել։ Չէ, 3-ից մեկը պիտի ասես։ Դե հիմա բոլորի ինքում դա է, ամենաշատը դա եմ անում։ Լավ, փոշմանում ես շատ բաներ չանելու համար, շատ բաներ անելու համար, թե ընդհանրապես ոչ մի բանի համար չես փոշմանում։ Չէ, ոչ մի բանի։ Որովհետև եթե ինչ-որ բաներ փոխեի, այսպես չի լինի։ Լավ։ Երազում ես միշտ շատ լավ աշխատանք ունենալ, շատ հանգստանալ, թե ժամանակ ունենալ շատ գրելու։ Երազում եմ վայելելու ժամանակ ունենալու համար։ Դեռ ուրիշ պատասխաններ ես տալիս։ Ու այս մեր հաղորդումը գրողի ծոցիցը հավես էր, անկապ էր, թե տենց եսիմ։ Չէ, իրականում ես փորձում եմ հենց իմ ծոցից հանեի պատասխանել, այսինքն շատ անկեղծ լինեի, այդ առումով հավես էր։ Կարող է հարցերը տարբերվող էին։ Շնորհակալություն քեզ որ եկար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Բուն TV եթերում գրողի ծոցից հաղորդումներ, այսօր ինձ հյուրեր եկել Դավիթ Սամվելյանը,
Մնացեք մեզ հետ, որ ծանոթանանք հայ ժամանակակից գրողներին։